մեղավոր Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որն էր կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ այսքան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Ես փաս, քնություններ հանձնել, եկեղեցի մտնել, հարսի շոր հագնել, մնում է հորքուրը 16 երեխա էլ ունեցեք նոր կամուսնանալ։ 7 երեխա։ Ես արդեն սենց չեմ կարա։ Ինչ ասեցիր։ 7 երեխա, մամաս էլ, տատիս էլ, հորքուրս էլ, 7 երեխու կողմնակից են։ Բա որ 7 երեխու կողմնակից են, իրանցից ինչի ոչ մեկը 7 երեխա չի ունեցել։ Ճիշտ ես ասում, իրանց սխալը դու կուղես։ Սոս մենք սենց չենք պայմանավորվել։ Ես չգիտեմ դու ինչով ես մտածում։ Լսի, ուզում էի ամուսնանալ, էս է պայմանը։ Դու հասկանում ես, որ եկեղեցի մտնելն ու հարսի շոր հագնելը դա լուրջ քայլ է։ Քեզ ոչի բանով չեմ կարող օգնել կներես։ Okay, չես կարող օգնել, ես հենց հիմա կգնամ ու հորքուրիդ կասեմ, որ մենք մենակ զաքսավորվում ենք, ուրիշ ոչ մի բան չի կարա լինի։ Մնում էր մի հատ էլ եկեղեցում հնազանդության սուտ երթում տայի ու վերջ։ Լսի, ինչի՞ց ես վախենում, որ կասես հնազանդեմ ու չես կարող հնազանդինես։ Ես ուզում եմ հասկանամ դու պատրաստ ես եկեղեցում սուտ տերեմ լինելու խոստում տաս։ Ես պատասխանատվությունից չեմ վախենում։ Սոս ես ուզում եմ հասկանամ։ Կարող է քո մոտ ինչ-որ բան փոխվել, որովհետև մենք սենց չենք պայմանավորվել։ Իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, բայց տատիկա, մամակա, հորքու։ Լսի, ես ուզում եմ հասկանամ, դու ամեն ինչ ասում ես հորքուրը սենց ասեց, մաման սենց ասեց, տատին սենց, պապան սենց, պապին սենց, դու ընդհանրապես տղամարդ ես, քո խոսքը արժեք ունի այս տան մեջ։ Լսի, կախարդ, ես չեմ պատրաստում իմ ընտանիքին քո համար դեմ գնամ։ Շատ լավ սոս, ուրեմն ես կասեմ ամեն ինչ, մնում էր մտնել եկեղեցի ու սուտ երթում տայի։ Ակի ոչ ես հասկանում ես ամեն ինչի համար ինչքան կարևոր է։ Իմ մատերի արանքով ես նայում ես ամեն ինչին։ Արևձես։ Արևձես։ Շարունակեք, չընդհատեմ ձեզ։ Չէ, շարունակելու բան չկա, ուղղակի տենց անձնական թեմաներից էինք խոսում, որը հետո կշարունակենք, չէ՞ կյանքս։ Հա, սիրտս։ Գիտեք, միստր Ջեքսոնը կարևոր գործով է այստեղ։ Ոնց հասկանում եմ իրար ճանաչում եք։ Հա ոչ չէ, միստր Ջեքսոնը մեր աղբերն է։ Միստր Ջեքսոնը եղբայրներ չունի։ Ես ունեմ 2 քույր։ Մեծ քույրս ապրում է Նյու Յորքում, իսկ փոքրին ես դեպորտ եմ արել։ Դուք ձեր հարազատ քրոջը դեպորտ եք արել։ Այո, քույրս թոշակ ստանալու համար ինչ որ թղթեր էր սարքել, իբր առողջական խնդիրներ ուներ, ինչ էր մնում ինձ անել, դեպորտ արեցի գնաց։ Մի խոսքով, շատ խառը պատմություն է։ Սիրտս խառնեց։ Այդ լավ չես զգում քեզ։ Չէ, նորմալ է, պապի։ Լավ, ինձ ասեք, ձեր ամուսնությունը ինչ փուլում է։ Դե Շատ լավ փուլում է։ Այսօր իմիջայլոց գնացինք, շորի ձևը ընտրեցինք, շատ սիրուն շորա լինելու ու եկեղեցում էլ պայմանավորվել ենք արդեն, որ պսակադրությունը տեղի ունենա։ կներեք էլի, պարոն Ամատունի, իսկ դուք ինչ գործ ունեք մեր տանը։ Ասեմ, գաղտնիք չէ։ Ես մնալու եմ Լոս Անջելեսում մինչև ձեր պսակադրությունը։ Միշտ նոր հանդիպումներ։ Հեչ հաճելի չէր։ Հիմա ինձ կբացատրեք ինչ է այստեղ կատարվում։ Դե սարացիցից են չի։ Ամուսնանում ենք, իրանք էլ հարցեր ունեն։ Ձևական բան է։ Ձևական։ Իսկ ես մարդը լրիվ ուրիշ բանն է ձևական համարում։
Հա։ Ու ինչը։ Ամուսնությունը։ Դե, պարոն Վահե, հայերի թարսանիքների մեծամասնությունը ձևականություն է։ Դե իբրև ուզում են իրենց հարազատների հետ ուրախանան, քեֆ ուրախություն են կազմակերպում, բայց այդ ամեն ինչը անում են, որ հասկանան, թե հարազատները ինչքան գումար են նվեր բերել։ Հետո հաշվում են, հասկանում են, որ տակ են տվել եւ հարազատներին մեղադրում են։ Բիզնեսը տապալվեց։ Այդքան բան։ Դու այդ ինչ հարսանիքներ ես մասնակցել, աղջիկ ջան, որ տենց լավ տեղյակ ես։ Ես ներողություն եմ խնդրում մի քիչ հոգնածան։ Կյանքս ես պարկեմ։ Սարա, սպաս, ես էլ եմ գալի, ես էլ եմ հոգնած։ Վահե, այդ ինչ հարցեր ես տալիս։ Մտածում ես, որ այդ դհոլը ճիշտ է ասում, հա։ Դեռ կհասկանանք։ Գիտես, չէ, ես էլ եմ շատ սիրել դպրոցը, բայց այդ ման բաներ չեմ հիշել։ Ոնց, Սյուզի, դու դպրոցում կռիվ չես արել։ Ոնց որ տաղումար աղջիկա տփես էլի։ Սենց ասես, «Յա, լկտի»։ Բասես մազերից եկալ ես, տոպկես պատից, քաշես, հելնես վրա, թրվռս չես արել։ Բացի վերջինից մնացած է եղել է, բայց աղբորոջս հետ։ Ոնց, աղբորդ մազերը տես երկար է։ Չէ, իմս էին երկար։ Այդ ման բաներ աղբերս կենեն, մազերս քաշեր կը։ Աման, այդ աղջիկը մել դեմը տաշե։ Սյուզի ջան, դու մի անհանգստացես մեր քուչեկն է։ Ես տե կարամ աշկերս փագ եք կարամ աշկերս փագ, մեր տանդեմը պարկով կալնեմ, չես հավատում։ Աման, լուրջ կսես։ Քան ճղնաման ես ինձի, գիտես, ես է կրնամ աշկերս փագ, գիտես ինչ ենեմ։ Կրնամ երկեմ։ Դե նայի, աբոն քեզ ինչ մաստեր կլասա ցույց տալի, գնաց։ Գարուն է Վարդի բույրով է ապրում, քո սիրով եմ ես ապրում։ Այսի գրխի ձեն էր։ Սյուզի ջան, դու ոչ ես աշկերդ փակ է, բայց ում համար եմ ես մաստեր կլասը ցույց տալի։ Հəbə ես ում համար երկելս ցույց կուտամ։ Այդ հավատանեմ երկելը ցույց չեն տալի, լենց են ասում, որ լսի մարդ։ Քորո։ Յասի չէ, էսի գլխի դաղկոց էր։ Եկեղեցի հարսի շուրջը միջը։ Չունեցի կլորջան ընդունել։ Բայց ոնց մի անգամից այտենց խելոքացար։ Ուրեմն մերոնք սաղիար հետ մի հատ ամատունի չափել չկա՞й։ Խառնվեցի իրար։ Դուրը քեզ փագոպ, ինչի՞ց ես վախենում, որ դու դուխով աղջիկ էր քաթում էի ամեն ինչի վրա։ Թող լսեն ինչ ենք խոսում։ Ձենդ կտրի, հիմա հունից դուրս է եկել, ինչ կեր ինձ։ Թող լսեն, կարող է մի օր հունից դուրս գաս, որ հետ չգաս։ Կարաս դուրը հանգիստ թողնես սոս։ Ասում թող լսեն ինչ ենք խոսում։ Էդ էի ուզում։ Սոս։ Դուխի գժվար ա։ Որին Ջեքսոնը ոնց որ մեռել է կամ իրան մեռելի տեղա դրել։ Ջեքսոնը շուտ է մեռի, ավո։ Ամատունին։ Ամատունին արա։ Արա ամատունին արա։ Ահ, մեջքս մեռնում եմ։ Ես հեչ լավ չի։ Ահա, ես կաստում շլվարով, որ տղու տրաբողոքեց հաստատ դատարանի առաջը կանգնելու խաբար ես։ Հա, լավ է էլի։ Էդ հենց բողոքյանուն լսեցիր, թորը դարավ իմ տեղ։ Հա ինչ։ Ներեք կը էլի, քացախ ունիք։ Աղջիկ ջան, քացախն ինչ ես անում։ Կուզեմ մեջ կտարորեմ։ Հալա։ Հեսա մեռել է։ Դո չի մեռել։ Շատ իսուր ուշ կգնացած է։ Ինչ ա եղել։ Պարոն Ջեքսոն։ Ախ, Գուցե նստեք, հա, ուղվեք։ ինձ բժիշկ է պետք։ Ես չեմ հասկանում, ես դուք ինձ արդեն պատանդ եք վերցրել։ Ինչ պետք է անենք։ Ախ, մեռնում եմ։ Ախր փոկվում է։ Ախ, ինձ բժիշկ է պետք։ Սարա, ըշտը ասա թող քացախ բերեն։ Մեզ ժամ է կայնած քացախ կուզեմ, չեն բերե։ Սյուզի, բայց ինչ էր եղել, մի հատ բացատրի։ Ըշտը ինչ դիեղնի։ Ավոն աշկերը փակ փարքին կեներ, ես է այսման աշկերս փակ երկեիկը։
Աշկերս բացեցի ու տեստի միսիկ արդեն մեր կապոտի վրա է։ Գիտես, խառը աշխարհ է։ Մի վարկյան աշկդ փագես կը, տեստիս կը ելել են արդեն գլխուտ։ Հայաստված ինձ էսր պակաս։ Չէ, սենց չի լինի։ Ես ինքս կտանեմ հիվանդանոց, ավո օգնի։ Արի։ Այ մեջքս։ Ախ, վիզս կամած։ Արի։ Ախ։ Աման։ Հիմա հաստատ մեզ հանգիստ կթողնի Սուս։ Սարա, ես ինչ անեմ։ Լավ, հանգստացեք, վահեն չի թողնի, որ սա բողոքի։ Աման, այդ սան ընձիկս ես պապիկ։ Ես քո տարիքդ հարգեմ գը, բայց ես դի բողոքեմ։ Իսկ ինչ խառը աշխարհ է, մե աշկս փագե, ելավ նստավ գլխոս։ Բաս մեր մեքենայի կապոտին։ Լսի դու ո՞լ մորակից ես, աղջիկ ջան։ Երգիր։ Անչի եսի երգիր մոլորակը, չէ։ Երգիրն է, չէ։ Սյուզի, խնդրում եմ, Սուս մնա, դու էիր ինձ պակաս։ Բայց երգիրն է, չէ։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք, զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Elle Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանա Մահթեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ գույքի արք ու վաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գնացել նոր հասցե Գլենդելում։ Դելամոր նորավոճ հագուստի նոր հասցե 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք։ Դելամոր, շատ ոճային։ Grand opening. Flowers, balloons, toys, gifts, and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։
Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն, Լոս Անջելեսում առաջատար անշարժույթի ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ, վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաև պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm։ Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրորագործումներ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ lifetime երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Thank you very much. Thank you. Մամ, դուր տեսնեմ քեզ մոտ ինչ ա ստացվել։ Չնայեց, չնկատեց, Լաուրա, դու խսեփական խելքը չունես, որ ինձանից ես արտագրում։ Լավ, հասկացանք։ Ես գտնում եմ, որ Սարայի այգու փորձությունը ընդհանուր առմամբ լավ անցավ։ Իհարկե, չի ասի, որ գերազանց էր, բայց բավարար էր։ Դե երեխայա, ինչ եք ուզում։ Այս դեպքում, այո, ես համաձայն եմ։ Բայց մի կողմից կարելի ասել խանութում պրավալ տվեց։ Մյուս կողմից էլ կարելի ասել, որ ստրեսակայունություն ցուցաբերեց։ Դա շատ լավ է։ Այնպես որ Սարան շատ լավ հարս կլինի։ Մանավանդ այդ տանը կա սկեսուր, սկեսուրի մայր,
սկեսուրի տալ, սկեսուրի ամուսին եւ վերջապես սկեսուրի սկեսրայր։ Գիմա ջան, այդ ինչի ես բոլորին իմ միջոցով ներկայացնում։ Որովհետեւ Լաուրիկ ջան, դու մեր բոլորի կենտրոնում ես։ Տիկին Արուս, հələ ասա տեսնեմ դու ինչ ցուցանիշ ունես։ Երեխայի հետ լեզու չգտավ։ Բայց եթե հաշվի առնենք, որ երեխայի սեփական մայրը իր իսկ երեխայի հետ լեզու չի կարողանում գտնել, ես գտնում եմ Կիմա ջան, որ բավարար էր։ Բավարար էր։ Տիկին Արուս, այ կնիկ, հազիվ մի բան ասեցիր։ Ապրես մամ ջան, ապրես։ Դա նշանակում է, որ բոլորս համաձայն ենք Սարային մեզ հարց բերել։ Ապրես, ես էլ եմ համաձայն։ Այստեղ ցավում է։ Վայ։ Այստեղ ցավում է։ Մի քիչ կամած ցավում է, էլի, դու բա ինչ անում։ Այստեղ ցավում է։ Ախ, մեջքս։ Բայց էդի մեջ կչի։ Նստեք։ Բա ինչ էր։ Ես ձեզ հիմա վարժության ցանկը կտամ, որը 2 անգամ պետք է վարժություններ անեք։ Այ բժշկուի ջան, չափազանցնում եք, բան էլ չկա։ Ես այն վերամբարձ կռունկից որ ընկա, հելա, շորերս թափ տվեցի գնացի տուն։ Մի բժշկին խանգարի։ Ես գնամ MRI թղթերը պատրաստեմ գամ։ Ես ես քաղաքում ոչ ոք չունեմ։ Ես պետք է դիմեմ ոստիկանություն։ Դրանից հետո դիմեմ ապահովագրություն։ Ես մի բան հասկացա այս երկրում, որ պետք է անպայման արվի կյանքի ապահովագրություն։ Կգնամ հյուրանոց, խնամակալ կվարձեմ։ Միստր Ջեքսոն, ախր ամփոփ չի։ Բա դու ինչ խնդիր ունես։ Կգնանք եւ մեր տանն էլ կմնաս։ Բայց ո՞նց էր որ ես 10 տարեկանում մի անգամ քեզ ասեցի մեր դասանի Էմիլը թողա մեր տանը մնա, ասեցիր չէ, նո։ Այ տղա ջան, որովհետև դու ուզում էիր Էմիլի հետ մեր տանը մնար, նրա հերը, մերը, ու այն լաչար թութակը։ Թութակը չէ։ Կներեք, բայց ես չգիտեմ դա որքանով է կոռեկտ ձեզ տանը մնալը, եւ հետո ապահովագրության հարցերը։ Կգաս կմնաս մեր տանը, ապահովագրության հարցերը ես կլուծեմ։ Ահա, գիտես որ պիտի տանես։ Okay։ Բելլա չաո։ Կանչել ես Բելլա ջան։ Հա։ Գիտես մեր օֆիսում աշխատող է պետք։ Ու ես մտածեցի, որ մեր օֆիսի աշխատողը պիտի լինի մեր ընտանիքին շատ հարազատ մարդ։ Իսկ ով։ Դու։ Այսինքն ես ուղղակի ընտանիքի հարազատ եմ։ Այսինքն այդպես բանա կարա շունը լինի, կարա կատու լինի, կարա օծ լինի։ Այսինքն այս վերջերս մոդայա մուկել ալնի։ Այսինքն։ Դե այսինքն են որ մի քիչ ավելի բարձր բանի էի սպասում ես ճիշտ ասած քեզանից։ Այսինքն դու ուզում ես պաշտոնի բարձրացում։ Մի հատ արի աշխատի, հետո դրա մասին կխոսենք։ Լավ։ Իսկ ինչա պետք անել։ Դե ես մտածում եմ, որ դու պիտի մանիկեն աշխատես։ Մանիկե։ Այնտեղ մի հատ շոր կա։ Կբերես։ Պրինցիպի որ ես երկու կողքերից մի քիչ լենաս, ես վար չի։ Հայկ մանիկենի աշխատանքը դա ուղղակի կատակ է։ Դու ջես ասում։ Բայց նայ, հա։ Դու գիտես, ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ, բայց ես պիտի մեր մեջ մնա։ Տղեկը հանգարց չի մնա։ Չեմ ասի հանգիստ տեղի։ Խնդրեմ, ծանոթացեք մեր պայմանագրին, ինչպես որ կազմակերպել ենք եւ պայմանավորվել ենք, եթե համաձայն եք, ստորագրեք եւ անցնենք առաջ։ Պապան քեզ շատ վստահելի տեղ է ուղարկել, հենց որ կարաս չկասկածես Համատունի ջան։ Շատ է, բայց մի հատ կարդամ, հա։ Քանի որ շատ թանկ է մեր պարոն Համատունու կյանքը մեզ համար, եւ այն մի փոքր վտանգվեց, մենք հասկացանք, որ հիմա պետք է ապահովագրենք այն։ Շատ ճիշտ որոշում է։ Հա, բայց մի հատ կարդամ նոր։
Շատ լավ, կարծում եմ ամեն ինչ նորմալ է։ Տեսար Ամատունի ջան։ Հիմա կարող ես հանգիստ մեքենայի տակ ընկնես։ Գնանք։ Այս ամենը շատ լավ է, բայց ես պահանջներ ունեմ, որոնք դուք պետք է կատարեք կետ առ կետ։ Իհարկե։ Ինչ լավ է, որ այս հնարավորություններ կա։ Հենց պատրաստելու հավես չես ունենում, զանգում ես Վիվալդի, ու պատվիրում ես։ Լավ, այդ Վիվալդի տեղն է ձեզ ասեցի։ Խնայիր ժամանակը, թե դու այդ խնայած ժամանակը ծախսիր քո վրա։ Դրանից լավ է։ Լաուր, ես տունը ինչ ես դատարկ, ինչի մարդ չկա Լաուր, ես լավ չեմ, ես արդեն վատանում եմ, ճշումս արդեն վարձանում եմ, Լաուր, դու գիտես, դու գիտեք, ես խմել եմ իմ տեղերը, բայց ես դու գիտեք, որ դատարկություն չեմ սիրում, լարություն չեմ սիրում, Ուր էիր։ Սենյակում։ Ինչ էի կանում սենյակում, որ ծպտունները դուրս չեր գալիս։ Լավ էլի տատի, սրտովս գնա, խնդրում եմ։ Սոս ես ինչ ա եղել, անհանգիստ ես։ Լսել ես այ աղջի, այն բեդոբլատ տղետ մարդ ա գցել ավտոյի տակ։ Ո՞նց։ Չի բերել։ Ու այդ պահին Սյուզին ու Ավոն այս հարևի գցվեն ավտոյի տակ։ Դե լավ էլի։ Լավ ավահենք տոնե տարապներոն հիվադարոս, թե չէ այդ ստուկաչը հաստատ զանգելու էր պոլիս։ Հետարքիրա, 2 ժամա տանը չենք, արդեն ամեն ինչ խառնվել է իրար։ Ես միշտ եմ ասել, տանը կնիկ չեղավ, այդ տունը ոտի հետ կգնա։ Առանց զոքանչ, ինչ տուն։ Բալավ, ախր այդ մարդը ուզածնին չէր։ Ահա եկան, իրանց էլ հարցրում։ Բարև ձեզ։ Բարյա խորժակ։ Մերսի։ Բժիշկն ինչ ասաց։ Դե ասեց սենց էլ տանք։ Այսինքն Այնպես ստացվեց Լաուրա, որ Ջեքսոն Ամատունին այսօր կմնա մեր տանը։ Եթե ձեզ համար նեղություն է, Ամատունի, մենք արդեն պայմանավորվել ենք։ Ներողություն եմ խնդրում իհարկե հարցիս համար, բայց ինձ շատ հետաքրքիր է։ Ինչքան է մնալու այստեղ միստր Ամատունի Ջեքսոնը։ Ինչունի ինչը։ Այս գիշեր եթե լավ լինի, վաղն առավոտյան կգնա։ Դե օրեքը բավականին լավ ազդում ինձ վրա ու կարծում եմ, որ մինչև վաղ ես շատ լավ կդնեմ։ Լավ ինչ եք կանգնել, եկեք նստեք։ Առանց էնել բոլորիս օրը այսօր ծանր ա եղել։ Անցեք։ Չի լինում սարքել։ Այսինքն, բա որ գիշերը մարդ մտնի։ Ով պետք է մտնի քո սենյակի վհուկ։ Զամոկը փոխվի։ Դու ընդհանրապես տղա մարդ ես, մի հատ զամոկի եղածնի չա չես կարողանում սարքես։ Դու նույնիսկ տնական աղջիկ ես։ Մի հատ լույսը անջատի սոս։ Սոս, լույսը անջատի։ Ես քեզ ասում եմ լույսը անջատի։ Լույսը անջատի, սոս։ Սոս, լույսը անջատի։ Քեզ պետք է դու անջատի։ Ինձ պետք է որ դու անջատես։ Ես կանջատեմ։ Ամատունի։ Ինչ եք անում մեր սենյակում։ Փաստորեն ես դուք միասին չեք քնում։ Միասին ենք քնում։ Ուղղակի այս պայն թեթև կռված ենք։ Մեր կրիներ տևմա կյանքս ինչքան։ Հա, 2 րոպե։ Ինչքան մնաց։ 20 վայրկյան։ 20 վայրկյանից ես մտնում կնոջս ծոցը ու չեմ ուզում ստեր կողմնակի մարդիկ լինեն։ Ինչի կռիվը բաժանում ազույքերին։ Գիտեք ինչ, պարոն Ամատունի, դուք արդեն ձեզ անթույլատրենին եք թույլ տալիս։ Ոնց կարելի է մտնել այս ժամին մեր սենյակ։ Ու ինչքան հիշում եմ, ձեր մեջ կցավում էր, չէ՞։ Անցավ։ Ես պարզապես սենյակս էի շփոթել։ 20 վայրկյանն անցավ։ Դեմա լսին չեմ ասում քեզ։ Քանի ես քեզ չեմ շփոթել գողի հետ ու մի հատ մրթիտի, չէ՞։ Ազատ է սենյակը։ Արագ։ Լավ, չխանգարեմ ձեզ։ Արագացրա ասի։
Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք, զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ ST Market, երբ գնումներ կատարելը ոչ միայն մատչերի է, այլ նաև հաճելի։ Հասցե 7240 Foothill Boulevard, մուտքը Hill Heaven եւ Foothill փողոցների անկյունից։ Համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ $1,000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ 807-771-77-71 This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818-487-8875։ Nostimo Grill հունակախոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գիրոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ նսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիա ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օդանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ Մի տոկոս, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Կարբաս անկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Աֆշարի գործարանի պահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։
Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Same prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կա մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Aman, քայշ կսես։ Խելառանդեր վախցա։ Սյուզի, ի՞նչ ես անում։ Աման լողցել ես։ Աղնիկը դանուշ։ Ապրես, էս ի՞նչ կա։ Ասեմ բայց չծիծաղաս։ Գիտես չէ, ես գիշերը միջև զավտրկ չենեմ, չեմ կռնակում եղնի։ Ո՞նց։ Ըշտը գիտեմ որ ըդիկ է իմ միակ տարօրինակությունս։ Դզեց, սրանից հետո ես էլ քնելուց առաջ միջև չնախաճաշեմ, չեմ քնի։ Թխիգա։ Այսմա։ Թե վերտենակ ինչ Աման լավ, արի ուտենք։ Վերցնեմ։ Իսոնք համով է, գիտես։ Բաս։ Այդ աղա ճուճուկները։ Ահա, գալիս եմ, բերում եմ։ Ճուճուստերը այդ աղա սոված եմ։ Դիգել բեր։ Աշկիս միակ հարազատս դու ես այս տան մեջ։ Բելան միլիոն տարվա քուրս է, այդ ոչ մի նմանություն չունենք։ Այդ տղա ունեք ինչ չունեք։ Որը։ Դե երկուսը դեռ նույն ազգանունն ունեք։ Հա, էլի ճիշտ ես ասում։ Բեր խորանամ ինչքան նմանություններ կգտնեմ։ Բայց ես ու դու իրար ավելի նման ենք։ Ասում ես ամոթունուն ոնց գցինք ավտոյի տակ։ Ինչ է ծանրեր է դիեզը։ Այսման։ Սյուզի, ինչ է լավ, հոչը մեռալ։ Ay, çay xelar çem mere. İdi yezita nazakene. Asmım babur gaz dayı. Edi babşe ay sıfırtırın. Ay xelar ande.
Էլի, խելառանդեշուն։ Խելառանդեշուն։ Բայց ավտոս ծրվել է, պետք է տանեմ body shop։ Աման, body shop։ Կռնաս ինձ էլ տանիս։ Բայց դու գալիս ես body shop, ինչ անես, դու ինչ ես հասկանում, որ գաս body shop։ Գիտես ինչ ճղկա սիրեմ իդի պագրիշկին հոտը խելրիմ գը։ Լուրջ ես ասում։ Ես է կալոտքի հոտի համար եմ մեռնում։ Քանչ կսես։ Ես է գիտես ինչը կսիրեմ։ Որ մաշինան արևի տակ կանգնած է, արևի ճառագայթները խփեն ուղիղ գլխուն։ Իդի պահին դուրը կբացեմ, իդի հոտը սենց խփեկը քթուս։ Ուշ կսկերթա, գիտես։ Ես է բենզինի հոտն եմ սիրում։ Բացում եմ ու ժամերով է հոտը շրջում։ Աման ինչեղ նման եք իրար։ Անկես։ Ցավոտ։ Լավ, հետս կգաս body shop։ Որոշված, համբու։ Սոս կարաս իջնես ներքևը քնես, այնքանը տակությունդ գալիս վրաս քրտնեցի։ Լավ, ագնոստերս հանում եմ, բան չեմ տենա, հանգիստ քնի։ Ես քեզ ասում եմ իջի ներքևը քնի, ես էլ նորմալ քնեմ։ Քեզ պետք է դու իջի։ Ես չեմ հասկանում, դու չես հասկանում նորմալ մարդկային լեզուն, ասում եմ իջի նորմալ։ Լսի, ես իմ տունն է, ոչ թե քո, հասկացի։ Լսի, ինչ ես անում։ Ինչ ես անում, այ հիստերիկ։ Լսի, հիստերիկ։ Հիստերիկ է դու, լրիկ, հիստերիկ։ Ինչ ես ուզում հիստերիկ։ Ալո։ Գևորիկ։ Ջեքսոնն է։ Արա Ջեքսոն քերին։ Արա ամատունին, արա բեջորը լակոտ։ Հա, քեր ջան։ Մերդ խնդրում էր, որ քեզ մի հատ գործ տամ, հիմա եկել է այդ պահը։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես հիմա քեզ նկարներ կուղարկեմ։ Մի հատ աղջիկ է, մի հատ էլ անդուր գեդա։ Հա, քեր ջան, ինչ պետք է կարվի։ Դու մենակ ասա։ Լսի ուշադիր ինչ եմ ասում, դրանց ամեն քայլափոխը հետևում ես, հասկացար, դրանք աչքիսից խապում են։ Քերուս խապող չի ծնվել։ Իբր սիրով ամուսնանում են, էլի դրանց ուղեղին նայի, բայց հաստատ գիտեմ բլեֆ է։ Մի խոսքով ապացույցներ է պետք գտնել։ Հենց մի գալիս եմ, քեր ջան։ Ապրես, հասկացար։ Հիմա ասես կուղարկեմ, հա 5 րոպեից նես կողքս, հասկացար։ Հա, մեկ էլ լսի ուշադիր։ Գործի մեջ ուրեմն ոչ մի քերի մերի, միայն պարոն Ամատունի։ Եղավ։ Եղավ, ոնց ասել։ Դե վերջ, սպասում եմ։ Սարա։ Ասեցի 10 րոպե սպասի, հագնեմ եմ դուրս գամ սոս։ Լուրջ խնդիր ունենք։ Ինչ է։ Այս հաստագլուխ Համատունի մեզ քիչ էր, ինչ որ Գևորիկա վարձե, որ մեզ հետևի ու ապացուցի, որ սա մեջը սուտ է։ Ես չգիտեմ մենք ինչ պետք է անենք։ Եթե իրանց այսքանը հերիք չի, էլ ինչ կա։ Ես գիտեմ ինչ կանենք։ Որ խնդրեմ դուրս կգաս պատրաստում։ Դե սպասում դու գաս։ Իսկ ես մյուս տունը։ Դու ես նայի։ Էս էլ է շատ լավը։ Բա դու սա չես տեսել։ Բոլորն էլ լավն են։ Բայց իմ ուզած գների սահմաններում, հա։ Ցանկացած գնային սահմանում կարող են գտնել, խնդիր չէ։ Այս բանին սրանք են քո նախընտրած չափանիշներով։ Շատ լավ։ Ես մտածեմ ու ձեր հետ կապնվեմ։ Իհարկե։ Հա, ինքը դեռ պետքա մտածի, ուզում է առանձնանա թե չէ։ Մարի, ես արդեն որոշել եմ, ուղղակի պիտի մտածեմ, որ մեկն եմ այս տներից ուզում։ Դու դեռ շատ երկար պետքա մտածես։ Ես ձեզ կզանգահարեմ։ Իհարկե, համեցեք, կսպասեմ։ Շատ հաճելի է։ Փոխադարձ։ Հաջողություն։ Ստեսություն։ Հաջողություն։ Վել դու գժվել ես, քեզ ով է թողելու դու էլ գնաս մենակ ապրես։ Մարի, ես հասուն, մեծ աղջիկ եմ, ու արդեն ունեմ որոշում, որ ուզում եմ մենակ ապրեմ։ Ու ով էլ խոսա, մի մարդ ով մենակ է ապրում։ Բայց դու իմ հետ մի համեմատվի, հա։ Մարի, ախր սենց ինչքան կարելի է ապրել։ Հիմա սոսը կամուսնանա կորոշի նույն տան մեջ ապրի։ Հարցնակուր։ Հիմա մի երկու հոգել են ավելացել։ Ո՞վ։ Չգիտեմ, մի հատ էմիգրացիոն ծառայության աշխատակից։
Հա, բարձվում է մեր հարսը citizen չի ու հիմա ամուսնությունը վերահսկվում է, կասկածում է։ Բայց այդ շատ լավ է։ Ինչն է լավ, Մարի։ Արդեն ներվերս չի հերիքում։ Ես գնում եմ օֆիս, մի քանի գործ ունեմ շորերի վրա։ Գալիս ես։ Չէ, ես էլ մի երկու գործ ունեմ։ Գնամ անեմ, հետո կմիանամ քեզ։ Ինչ։ Ինչ, հետո կպատմեմ։ Դե լավ, չմոռանաս անպայման կգաս։ Անպայման։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Glendale-ում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ SM8 Garage, այստեղ խիստ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, RV-ների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստին նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցում անսպառ են, Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenian գերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ Դրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Glendale-ում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է, ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818-418-1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հիմա ոնց իմանանք Գևորիկը որ մեկն է։
Կարող լինի ցանկացած մեկը։ Օրինակի համար են չինացի մորքուրը, կոյրացի հոպարը։ Ոնց։ Դե գևոր կարող լինի պազիվնոր։ Դրա համար քեզ անես պայի, անամ իմ ներկայությունը քեզ շատ հաճելի է։ Բայց նա ինչ սիրում է այս օվկիանոսը, չէ։ Ինչի։ Ոնց ինչի։ Դու չես նկատում շուրջդ։ Մի հատ նայի, հասկանում ես ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Մի թեժ ջուր է էլի։ Լավ, բազմապատկած 30 տրիլիոնի։ Չէ, դու ընդհանրապես նրբանկած չես։ Կարևորը դու նրբանկատ ես ու ինձ նկատել ես։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ոնց կարա մարդ լինի լավ վարսահարդար կոլորիստ, անի տենց գեղեցիկ սաներվածքներ, բայց լինի բռի ու չոբան ու չնկատի ես գեղեցկությունը։ Ես էլ եմ զարմանում։ Ասում ոնց կարա մարդ նկատի ես գեղեցկությունը, բայց գործի մեջ լինի թարախ ու կախարդ։ Էդ իմ հետ ես։ Հա։ Հիմա ես օվկիանոսի ձկները կնայեն քեզ, կասեն ինչ գեղեցկուի ոսկե ձկնի կա։ Դե չեն մտածի, որ մինի ակուրայա։ Սոս դու արդեն չափերդ անցնում ես։ Իմ ու օվկիանոսի նմանությունը էդ է, որ օվկիանոսը ափերն անցնում, ես չափերը։ Գիտես դու ուղղակի հիմա առիթից օգտվում ես, որ ես քեզանից կախված եմ, բայց ուզում եմ հիշացնեմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Սովներ հո ժամանակավոր չի, այդտեղ հացտում։ Հայ Ամատունի ջան, արդեն գնում եք։ Մի քիչ մնայիք։ Շնորհակալ եմ, չեմ ուզում ձեզ նեղություն պատճառել եւ հասկացա, որ դուք մեղավոր չեք եւ ոչինչից տեղյակ չեք։ Չհասկացա, ինչու մեղավոր չենք եւ ինչից տեղյակ չենք։ Ամատունի ջան, դու հաստատ լավ ես զգում քեզ։ Այո։ Բավականին տանելի եմ զգում ինձ եւ կողմնակի ոչ մի խնամքի կարիք չունեմ։ Դե դեղերդ չմոռանաս խմես։ Պարոն Ամատունի, երբ ցանկություն ունենաք ուտելու, մեզ տեսնելու, համեցեք մեր տան դռները բաց են բոլորի առջև։ Ես համոզվեցի դառնում, որ իրոք ձեր դռները բաց են բոլորի առջև։ Բարև ձեզ։ Բարև Մարի ջան։ Վայ դուք եք են immigration աշխատողը, բելան պատմեց երկու բառով։ Այո, ես եմ ու ոնց հասկանում եմ համբավս ինձանից առաջ անկել։ Ես Մարին եմ։ Մարի ջան, ես ինչ ա եղել, ես ինչի ես եկել։ Եկել էի ասեի, որ շների հյուրանոցի հետ կապած մի երկու գործ ունենք, բայց Ավոյի հետ պետք է խոսեի։ Ավոն գնացել է, տանը չի։ Լավ, ոչինչ, ես հետո իրան կզանգեմ։ Իսկ դուք առաջին անգամ եք լսում։ Ոչ, անցած տարի նախկին կնոջս հետ եղել եմ, ինձ դուր եկավ, ված չէր։ Լավ։ Բա որտեղ եք մնում։ Հարազատներ ունեք։ Ոչ, հարազատներ չունեմ եւ ապրում եմ նույն հյուրանոցում, ինչ որ կնոջս հետ։ Ես։ Բա այդ ոչ հյուրանոցն է։ Best Hotel։ Հա, ոնց որ գիտեմ։ Ստեսյուն ձեզ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Արժությունները չմոռանաս խմես։ Անես։ Շատ լավ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Ափսոս Ավոն տանը չի։ Մարի ջան, ջահելներից ոչ մեկ տանը չի։ Էնպես որ հաջողություն։ Լավ դե, ես էլ գնամ։ Աբո ջան, բան չի եղել, բախի ես ես ծառին խփել։ Հո եղբայր ծառի չեմ խփել, մարդու եմ խփել, ուղղակի իրան դուբի տեղեր դրել։ Հո բան չի եղել։ Դա ի՞նչ պիտի եղած լինի, բերել եմ տենաս, հո բան չի եղել։ Մեքենա ինչ է այդ մարդուն։ Հա, չէ, այդ մարդը սաղա, կապրիլ է։ Դու ասաս թե ինչ ունենք անելու։ Աբո։ Սյուզի։ Այ չիրքին, սխալվել եմ։ Ոչ թե պագրիշկայի վառած հոտը կսիրեմ, այլ իսի յուղի։ Փորձե։ Ախ, ես ինչ կայֆ է։
ամեն օր գամտի, օրիսի հոդը քաշի։ Սրանից 2 լիտր տանենք, որ ամեն օր չգաս։ Վախ։ Իմա, հա, արի, սուրճը սարեց։ Կիմ, սոսին ու սարային չես տեսել, աչքիդ չեն երևացել։ Լաուր, նոր ես հարց բերել։ Առավոտը պետքա վեր կենար, տները մաքրեր, նախաճաշ պատրաստեր, գոնե ցույց տար, որ ինչ-որ բան անել գիտի։ Իսկ ուր ա գնացել։ Հետիքա էլի Կիմա, ինչ կատարում ատալու մեջ հարցն ա մեղավոր։ Վերջացրեք, հա, հարցի վրա ամեն ինչ գցել։ Չէ, սենց չի կարող լինել։ Պետքա նստենք, երկուսի հետ էլ շատ լուրջ խոսենք։ Այո, ոնց որ ժամանակին իմ երեխուն էիք նեղում։ Հիմա էլ Սարային նեղեք։ Լաուրայիցս ոչ մի բանով լավը չի։ Տենց։ Պահ։ Լաուրիդ նեղեր կլինի։ Հասկացար, մամա։ Ասա, Գևորիկ։ Քեր։ Ախր ես հետևում եմ սրանց։ Ես սաղ կյանքս լոս եմ ապրել, մի անգամ ընկերուս դաժե օվկիանոս չեմ տարել։ Սրանք սաղ օր աղունիկների պես իրար հետ ֆռում են։ Արա քեզ քանանք եմ ասել ոչ մի քերի։ Ամատունի։ Ու հետո դու քո գործ արա, էլ մի երկարացու։ Սերնյակը պետք չի մաքրել։ Լուրջ եմ ասում։ Հեշտ կասկածելի չի։ Մարդիկ սիրում են իրար։ Դե ասեցի էլ պետք չի էլի Մա չէ, Մարի։ Դու էստեղ ինչ ես անում։ Ինձ թվում է մենք կարող ենք իրար օգտակար լինել։